Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցեզ բոլորդ, բարի եկած եք Տերոջը դունը, զինք բաշտելու եւ իր խոսքով սնանելու։ Հոդնգայս պիտի երկենք 567-րդ երգը։ Փրկիչ ցուցուց ողորմություն ինձ մեղավոր արարածիս։ Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 31 քրիստոնեական ապահովություն, որ է Սաղմոս 46 Աստված մեր ապավենն ու զորությունն է, նեղություններու մեջ խիստ օգնական կգտնվի, անոր համար պիտի չվախնանք, թեև երկիրը փոխվի ու լեռները ծովուն մեջտեղը ցկվին։ Թեև անորջուրերը կորան ու աղտորին ուլերները թողան անոր ուլելարողը, կեդի վդակները պիտի ուրախացնեն Աստծո քաղաքը, բացվելույն սուրբ բնակարանները։ Աստված անոր մեջ է, անիգա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե արդվանց կանուխ։ Էթանոսները գխրովին, հակավորությունները գշարժին, բացյալը իր ցայնը դուրա, երկիրը գհալի, զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեր ապավենն է։ Եկեք ու տեսեք Տերոջը գործերը, որ ավերումները ռավ երկրի մեջ, բادرազմները գթաթրեցնե մինչև երկրի ծայրը, աղեղը գգոդրե ու նիզակը գչարթե, գարքերը գրագով գայրե։ Հանդար կեցեք ու ճանաչեք, որ ես եմ Աստված, էթանոսներու մեջ պիտի բարձրանամ, երկրի վրա պիտի բարձրանամ, Զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է։ Դերը օրհնե իր խոսքին ընթերցումը գհրավիրեմ Պետրոս եղբայր Նիկոսյանը, որ մեզ աղոթքով Տերոջ կահուն մոտեցնե։ Փառավորյալ Հայր, շնորհակալ ենք այս առավոտ, որ մեզի անմիջապես համարձակորեն կշնորհես, որ քու շնորհքի խորանդ մտնանք եւ քեզ տեսնանք, քեզ ճաշտենք, քեզ վայելենք ներկայությանդ մեջ
մդերմանանք, նույնանանք, մեգանանք, քու սերը ճաշակենք։ Ամեն։ Այսինչն սկանչելի բան է, որ այս երկրի վրա որ Բաբելոնն է այս աշխարհի մեզի շնորհած ես քո նոր Երուսաղեմ քաղաքը ոչ միայն մտնալ ըլլալ այն դարած կլա որու մեջ թուն կփնագիս մեր հետ մեր մեջ այսօր քեզ կտեսնանք քահիտ վրա նստած հզոր բարձունքներուն մեջ բարձրացած բոլոր արարածները երկինքի մեջ երկրի վրա եւ երկրի տակ քեզ կբաշխեն հոգիով եւ ճշմարտությունով մենք եկած ենք միանալու, շարունակելու անհատապես եւ հավաքարաբար քեզ դալու բոլոր փառքը, բադիվը, զորությունը, օրհնությունը, քովերկությունը, ուժը, իմաստությունը, հարստությունը, ամեն բանի արժանի ես արարիչ Աստված, քանի որ դու ստեղծեցիր ամեն բան։ Եվ քու գամքովը ստեղծվեցավ եւ քեզ համար։ Եվ շնորհակալ ենք, որ ոչ միայն արարիչ Աստված ես, այլ փրկիչ Աստված ես եւ մեզի մեր մեղքերու մեջ չթողնեցիր որ մնանք, այլ ողորմեցար, հասար, քու որդվույթ, քու անցիդ միջոցով զոհվելով, մեռնելով, արյունը թափելով, որ շնորհ կնես, որ մենք այսօր քու հաշտված ժողովուրդը դալանք, քու հետդ վայելենք քու ներկայությունդ Քու զավակներդ եւ որդիներդ կոչվին այս արավոտ կցնցանք եւ գուրախանանք եւ քո թրներդ կմտնանք քո սրահներդ մեր սրտի մեջ ասելով արժանի ես թուն քանի որ թուն քու արյունով մեզի փրկեցիր ամեն ցեղը լեզու է ազգ է ժողովուրդ է քահանայության թակավորություն մնելու որ քու հետ իշխենք երկրի վրա այսօր շնորհակալ ենք Տեր այդ իշխանությունը տված ես ի շնորհիվ ոչ թե ովևէ մեկ արժանիք, որ մենք արժանի ենք, այլ քու շնորհքիդ միջոցով։ Կերգրբակենք, կխոնարեցնենք մեր սիրտերը, կխոստովանենք մեր մեղքերը եւ հիմա գուզենք Տեր թուն առաջնորդես Սուրբ Հոգիով, որ արդարության նեղ ճամփաներուտ մեջ քալելով, իմաստության հոգիով եւ շնորհքի հոգիով եւ հայտնության հոգիով կարողանանք քեզ պաշտել եւ քեզ հնազանդիլ։ Ամեն։ Օրհնե այս պաշտամունքը թուն եղիր իմ շրթունքիս խոսքերը թուն թիր մաքրե իմ շրթունքներս թուն Սուրբ Հոգի ուսուցիչը եղիր մեզ եւ մեզի հայտնության հոգի դուր որ լսենք ինչ ունի ասելու մեզի այսօր այս եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ եւ բավական անունով կխնդրենք Հայր Որդի եւ Սուրբ Հոգի Հալելույա ամեն Ամեն։ Պարապանենք դերը երկելով 270-րդ երգը։ Խոսքն է ջրակ իմ ոտքերուս շարունակ լույս կուտա։
Մեր հաջորդ փառապանությունը բիդելա 392-րդ երգը։ Հիանալի շնորհք, ինչ քաղցր ես դու։ Մեր փառապանությունը պիտի վերջացնենք երգելով 478-րդ երգը Սիրծելեցուն քաղցր հրճվանքով։ Աստծո խոսքը գսե չարերը երկ չունին, Աստծո զավակները երկով խանդավառված են, գխանդավառվին և դերը գզորացնես իրենք։ Շնորհք և խաղաղություն մեր բոլորին Հիսուս Քրիստոսի անունով
որքան ուրախ եմ, որ ձեր հետ այսպես արիտներ Աստված կբարգևե ինձ, որ հաղորդակցվիմ եւ իրեն մեծարեմ ձեր հետ միասին, պաշտեմ իրեն ձեր հետ միասին եւ դուք արդեն ինձ կճանչնաք, ուրեմն ես ձեզի պիտի բարձաբես ասեմ, որ որքան երախտաբար եմ, որ բզդիկ տարիք ես նույնիսկ այս եկեղեցի մեջ շնորհքը ստացած եմ դարբեր քարոզողներու միջոցով, դարբեր ուսուցիչներու միջոցով, Թորոնտոյի դարբեր եկեղեցիներու մեջ իմ մեծ մայրս Գերթար Գուքար հայրս, ուրեմն բզդիկ տարիք ես ունեի արիթ, որ բոլոր եկեղեցիներուն հետ շփում ունենամ եւ այսօր կշարունակեմ այդ շփումը, Աստված թուրեր կփանա, ոչ մեկը չի կրնարկոցել եւ այդ թուրներու մեջ են հավատքով կմտնամ փոխանցելու այն խոսքերը եւ այն շնորհքը, որ ես ճաշակած եմ, որով ովև մեկ բան չունիմ ես իմ մեջ, որ կրնամ բարձենալ, բացի այնինչ որ Տեր հրավիր շնորհքի միջոցով իր որդուին միջոցով։ Այսօր գուզեմ ամիջապես անցնենք մեր նյութին, որ այսօր պիտի խոսիմ շնորհքի մասին։ Եվ այսօր ինձի մեր սիրելի հարուտ եղբայրը հիշեցուց, որ այդ փարը որը սիր, որ են կրկնել, շնորհքը հիմքն է ավետարանի, վեմն է, գորիզն է, հիմքն է ավետարանի։ Այս նյութի մասին պիտի խոսիմ եւ պիտի անդրադառնամ, որ շնորհքը զորությունն է, որ կփրկե, կպահե եւ կցեվավորե ամբողջ քրիստոնեական կյանքը։ Շնորհքը Քրիստոս ինքն է։ Քրիստոս եւ որ եկավ այս աշխարհ իրեն մասին Հովանես վկայեց առաջին քուխուն Հովանու ավետարանի մեջ, որ Հիսուս շնորհքով եւ ճշմարտությունով լի էր, լեցուն էր։ Շնորհքը հայտնվեցավ Աստծո իր որդուն միջոցով, մաննավորումն է Հիսուս շնորհքի։ Եվ այդ շնորհք բառը խարիս բառն է հունարենով եւ այդ շնորհքը մենք կճաշակենք ոչ թե որով մենք արժանի ենք որով մեկ բանի, այլ Աստված, որով մեզի կսիրե, իր սերը մեզի կհայտնե անարժանապար, որով Աստվածաշունչը գսե երբ մենք թեր թշնամի էինք Աստծո հետ, ինքը մեզի սիրեց, ներեց, փրկեց, վերականգնեցուց, այնինչ որ առաջին Ադամը ուներ Աստծո հետ, որ գավ ուներ հաղորդակցվելու, հաղորդելու, խոսելու, վայելելու, որ խզվեց այդ կապը եւ որ մեղ կորձեց, Աստված իր սիրո միջոցով շնորհ կրավ վերականգնեցնելու այդ շնորհքը։ Եվ այդ ոչ թե ըրավ Հիսուս երբ որ եկավ, այլ ըրավ անմիջապես Ադամ եւ Եվայի համար երբ թեր բարդեզի մեջն էին եւ նոր մեղ կորձած էին, Աստված ինքը այցելեց Ադամ Եվային եւ ասավ ուր եք, ինչու կբախվեցիք, եւ մեկը մյուսին վրա նետելով, գցելով իրենց մեղքը, մարդը գնոջ վրա մեղքը գցեց, նետեց, գինալ օծին վրա, այդ օծը որդուն ստեղծեցիր ինքը մեզի խապեց, այդ բոլորը ասել են վերջ իրենց սևը ցուցուց, միջոցը ցուցուց, որ իր հետ նորեն հաշտվին։ Իրենք փորձեցին իրենց մեղքը ծածկել իրենց ցևով։ Իրենց ցևը գրոնքն է։ Գրոնքը չի փրկեր մեզի սիրելիներ, այսօր հիշենք ասիկա։ Գրոնքի ծեսերը, գրոնքի ավանդությունները, սովորությունները, այդ բոլորը մեզի չի փրկեր։ Մեզի փրկողը Քրիստոս ինքն է եւ իր արյունը։ Եվ Աստված այդ օրինակը տվավ Ադամ եւ Եվայի բարդեզի մեջ արյուն թափելով։ Իրենք փորձեցին իրենց մեղքը թզենի դերևներով ծածկել իրենց ամոթը, Աստված ասավ, այդ ծեր միջոցն է, այդ չի հերիքիր։ Արևը գելել է, ինչ կլա դերևին, կչորնա, չի շարունակել իր գործը կատարելու, ծածկելու
եւ ամոթը բահելու Աստված ինքը անասունը մորթեց արյունը թափեցավ այդ անասունին անմեղ որ այդ անասունին անմեղ արյունը հասկացնե Ադամ եւ այն որ կյանքի փոխարեն կյանք պետք է զոհվի որով ես Աստված արդար եմ եւ ասի որ կբաճեմ եթե դու թուրը փանաս սատանային եւ լսես իր ցայնը դու պիտի խապվիս ոչ թե ես կուզեմ բաճել քեզ այլ պիտի խապվիս եւ սատանային սուդի միջոցով թեպի մահ պիտի երթաս բայց ես քեզ կուզեմ կյանք տալ եւ անոր համար ուրեմն արյուն պիտի թափեմ կյանքը կյանքի փոխարեն որով մեղքը պետք է թադվի այդ թադը գուքա անմեղ անասունի վրա իր արյունը որ արյունի մեջն է կյանքը կսեղևդացից քիրքը եւ այդ արյունին միջոցով ես քեզի պիտի մեղքերու թողություն շնորհեմ ներում շնորհեմ վերագանքնեցնեմ որ թուն եւ Եվան կարողանաք իմ հետ հաշտ թեգուց բարդեզեն դուրս պիտի վթարեմ ցեզի հերացնեմ դուք պիտի ունենաք միջոցը որ ինձ հետ շարունակեք հաղորդակցվել ուրեմն Աստված խոստում մտավ որ Ադամ եւ Ավին մեկը պիտի կա որ քու սերունդ հետ քու սերմ հետ որ պիտի չախչախե սատանային քուլուխը այն քարչաբարը պիտի չախչախե քու սերունդիդ քու սերմիդ ով որ քեզ մե պիտի ծնանի բայց թուն քու սերմիդ քու սերունդիդ միջոցով այդ անձը որ պիտի կա պիտի կործանե սատանային եւ բոլոր իր ըրած ավերումները այս էր շնորհքը որ Աստված ցույց տվավ Ադամ եւ Ավին եւ շարունակվեցավ այդ պատմության ընթացքին զոհեր մատուցելով ինչպես Քային եւ Աբել զոհ մատուցեցին մեկ չիմի մտնան որ մեկը սխալ մյուսը ճիշտ դրավ եւ ինչու բայց այդ շարունակվեցավ Նոյը եւ որ դաբանեն դուրս ելավ ինքնազոհ մատուցեց արյուն պիտի թափվեր եւ այս բոլորը իրենք սորված էին այս հեթանոսական սովորությունը չէր այս աստվածային հրահանգներ որ սորվեցուցած էր ինչ ծավալ պիտի հաշտվին Աստծո հետ մինչև գադարյալ զոհը կա Մովսես անգամ արյուն գտապեր ամեն բան կսրսկեր խորանի մեջ արյունով եւ արյունը այդ խոյերուն եւ աղավնիներուն եւ դարբեր միլիոնավոր զոհերուն արյան միջոցով անհատներու ժամանակավոր իրենց մեղքերը ծածկելու միջոց եղավ մինչև Քրիստոս ծնավ մինչև Քրիստոս ծնավ եւ Աստծո շնորհքը եւ ճշմարտությունը հայտնվեցավ որ այս է իմ սիրելի որդիս անոր մտի գրեք ինքն է միակ անունը եւ անձը որում միջոցով դուք ձեր մեղքերեն կրնակ փրկվել եւ մինչև իրեն խաչը արյունը թափելը այնտեղ խաչին վրա եւ որ Հիսուս իր վերջին խոսքերում մեջ ասավ վերջացավ գադարվեցավ այնինչ որ Աստված խոստված էր Ադամ եւ Ավի որ ահա Աստծո քարնուկը քարն Աստծո որ աշխարհի մեղքերը կվերցնի աշխարհի մեղքը վերցնողը ոչ թե անասուններուն արյուններ այլ Աստված իր կյանքը դալով իր Հիսուսը իր անձն է իր էությունն է մաննավորված մարմինի մեջ որուն իր կյանքը մեզի դալով Թադաստանի իր վրա փերելով ինքը բադիժը վերցնելով մեր աշխարհի մեղքերուն ինքը արդարը լալով մեզի դվավ իր արդարությունը իբրև նվեր այս է շնորհքը իր արդարությունը Աստված արդար է անմեղ է սուրբ է իր արդարությունը մեզի դվավ որ այնինչ որ մենք չենք կրնարնել դասը պատվիրանները կատարելով ինքը գադարեց մեզի համար ինչ երավ Հիսուս եկավ Աստված էր մարմնավորված բադվիրանները գադարեց իր բարձրակույն աստիճանով մագարտակով որ Աստված 10 բադվիրանները տված էր եւ ասավ ես չգա քանթելու ավետարան օրենքը այլ գադարեց իր Աստուծո Չափանիշը որ կսպասեր սրբության Հիսուս կատարեց անմեղը լալով խաչը քնած եւ ասա վերջացավ ես ռիասիգա ինչ որ մարդ չէր գնարնել եւ հիմա իմ արյան քինով բադիժին վրա առնելով
ես նվեր գուտամ, նվեր, սրիապար։ Երբ բոլորը թշնամի են իրեն համար ասավ Աստված ողորմ է իրենց, ներե իրենց քանզի իրենց մեղքերը չեն գիտեր եւ այդ նույն խոսքերը այսօր մեզի գտածվի օրհնություն է, նվեր մնե, Աստծո ներկայությունը հիմա այլևս ոչ միայն երկինքն է եւ բարդեզի մեջ, այլ մենք իր բարդեզն ենք։ Եկեղեցին, թուն եւ ես, որ Քրիստոսի հավատացած ենք, իր բարդեզը գտարնանք եւ մեր շունչեն ավելի մոտ Քրիստոս մեր մեջն է եւ մեզի արդարացուցած է, նոր ինքնություն ունենք։ Մեր հին սիրտը գործանված է, մեզի նոր սիրտ տված է։ Մենք Աստծո օրենքը մեր սրտին վրա գրված է, որ ինչ է սիրել քո Տեր Աստվածը, բոլոր սրտով, բոլոր մտքով, բոլոր էությունով, բոլոր ուժով եւ սիրել քո արևանը ինչպես կսիրես քո անձդ եւ այս բոլորը թուն չես կրնար գադարել, բայց ես քեզի համար գադարեցի, հիմա ես եւ որ ինձ հավատաս, որ ճշմարտությունը այն է, որ ես եմ այդ շնորհքը քու մեջդ կուքամ եւ ես քեզ գարթարացնեմ, ես քու մեջդ կաբրիմ եւ ես քեզի հետ կլամ ուր որ երթաս մինչև աշխարհի վերջ։ Այս խոսքերը ամենքնուն համար է, որ ինչ կնեն, կորց մգնեն, ջիքով ճանքով կփորձեն արդարանալ, գրոնքի միջոցով կփորձեն մաքրվել, սրբվել, կփորձեն մաքրվել, ապաշխարել, այդ միտքը պիտի բացատրեմ եւ վերջը քալ Աստուծո եւ ասել, հա հիմա քեզի գավադամ, ոչ սիրելիներ։ Մեկ կորց կագսե, եւ որ Հիսուսին հարցուցին ինչ է Աստծո կորձը գիշեք, ինչը սա Հովանու 5-րդ գլխի մեջն է, վերջը գնալ տուն երթալ գարտալ։ Ինչը սա։ Աստծո կորձը ինչ է սա։ Մեկ բան միայն հավատը։ Հալելույա։ Մարմին եւ արյուն այս քեզ չհայտնեց քույրս, այլ իմ հայրս որ երկինքն է, միայն հավատա։ Հավատա։ Հանգիստեր է Հիսուս ինչու ասավ, եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ եւ ես ցեզի հանգիստ պիտի դամ։ Իմ լուծս թեթև է, վերցուցեք, խոնարհ եմ, հեզ եմ։ Ինչու ասավ այդպես, որով այլևս ջիքով, չանքով չէ, որ մենք պիտի փորձենք արդարանալ։ Մարդ իր կորձերով չարդարանար։ Եփեսացիս 2-րդ գլուխը գսե, չէ։ Գսե մենք Աստծո շնորհքին միջոցով փրկված ենք, ոչ թե մեր կորձերով։ Հավատալով Քրիստոսի, հավատալով Քրիստոսի ըրած կորձին, որ վերջացուց գադարեց մի փորձեր թուն արդարանալ, մի փորձեր հոգնիր, ջիքով, չանքով, որ օրը ասված քեզի պիտի ները ամեն օր խիճը տանչելով քեզի գասկածելով, որ փրկված ես։ Եթե կհավատաս, որ Հիսուս միակ միջոցն է Աստծո հետ հաշտվելու, միակ անունն է, որում միջոցով կփրկվենք, Կորցարակելոց 4:12, Հիսուսի անունը ինչս է։ Աստված փրկիչ, միակ միջոցն է։ Իր անման մեջն է, Աստված փրկիչ։ Թուն արդարացված ես Աստծո առջև նոր սիրտ ունիս։ Այս թիրքեն է, որ մենք կաբրինք մեր հոգևոր կյանքը։ Այս թիրքի մեջն ենք, հաղթանակ տարած է մեզի Հիսուս արդեն, մեզի համար։ Եվ ինքը մեր մեջ ապրելով, հայրը մեր մեջ կաբրի, որդին մեր մեջ Սուրբ Հոգիի միջոցով եւ մեզի կնստեցնե ուր։ Աստծո աջ կողմը որ կողմն է Աստծո աջ կողմը։ Կրնակ ասել։ Աստված ուր է որ իր աչքը ունի։ Աստծո աջ կողմը ինչս է։ Աստծո զորության քային վրա նստեցուցած է մեզ, որով Հիսուս հաղթեց եւ իր հորը աթորի վրա նստավ եւ ասավ ով որ հաղթե ամորաբիդ նստեցնել դամ ինչպես ես հաղթեցի եւ նստա իմ հորս աթորի վրա։ Մենք հորը աթորի վրա նստած ենք իր հետ հիմա, եթե կհավատանք, ոչ թե եթե բարի գործեր գնենք, բարի գործերով փրկվելու համար։ Այս է բարի լուրը, այս է ավետարանին գորիզը, վեմը, հիմքը, շնորհքով փրկված ենք։ Ոչ թե մեր գործերով, որ ոչ մեկը չի բարձենա, ոչ մեկը չի կրնա ասել, գիտես,
Ես քարոզիչ եմ, ես ավետարանիչ եմ, ես եկեղեցին հովիվն եմ, ես եղիսխոբոս եմ, ես քահանա եմ, կաթողիկոս եմ, բաբն եմ։ Ես մեղավոր մնեմ փրկված Հիսուսի միջոցով, շնորհքի միջոցով։ Գիտեք, որ գսե Հիսուս եկավ շնորհքով եւ ճշմարտությունով լիա։ Ինչ է ճշմարտություն։ Հիսուս ասավ, ես եմ ճշմարտություն։ Ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ոչ ոք հորքով չի կարողացի ինձ որ ճշմարտությունը ինչ է, որ ճշմարտությունը Քրիստոս ինքը շնորհքն է եւ այդ շնորհքն է, որուն մեզ կփրկե։ Ով կրնա դասը պատվիրանները բայ։ Գիշեք ինչ պատահեցավ այդ լերան եւ որ Մովսես Սինա անաբադը Եգիպտոսեն ժողովուրդը հանեցին, փրկվեցան, փարավոնը գործանվեցավ, ժողովուրդը ասո հրաշքները տեսավ, զորությունը տեսավ, կարմիր ձորը փածվեցավ, ժանդակները դասնյակներ եկան եւ Աստված փրկեց իրենց, հազի որ անցան կարմիր ձորը եկան այնտեղ որտեղ պիտի պաշտեն դերոջ ազատության մեջ Մովսես 40 օր լերը բարձրացավ, որով ժողովուրդը վախցավ Աստծո մոտենալու, որով շնորհքի խորանի մասին չեն հասկացած, որ ինչ կատարված է այդ շնորհքի միջոցով, որ Աստծո մոտենան, լերը կթնթար, փողի ցայներ, որոդումներ, փայլատակումներ, ցին Մովսես թուն կնա, թուն խոսե Աստծո հետ։ Մովսեսն ելավ, Աստված խոսեցավ իրեն, եւ ասավ, կնա ժողովրդին ասե, խոսքով խոսեցավ Մովսեսին, ցայնով, ասավ այս է պատվիրանները, որ գուտան, որ ժողովուրդը պահե։ 10 պատվիրանները առաջին անգամ, որ Մովսես ելավ, մարդիկ ուշադիր չեն նայած, առաջին անգամը չքրեց Աստված։ Կացեք եւ կարդացեք։ Ելից քիրքին մեջ 19-րդ գլխեն անտին կարդացեք։ Առաջին անգամ խոսեցավ գսե։ Վարիչավ Մովսես, ժողովրդին արջև գայնեցավ, ասավ Աստված այս ինչ բաները կպահանջե։ Ելից քիրքին 20-րդ գլխուն մեջ։ Ժողովուրդը ինչ ասին Մովսեսին։ Այո Մովսես, կպահենք այն ինչ որ Աստված ասավ։ Կկատարենք ինչ որ Աստված ասավ։ Ժողովուրդը փափակը ուներ, ցանկությունը ուներ կատարելու, բայց այդ չէր ճիշտ պատասխանը։ Անշուշտ Աստվածման մուզենը մեկ բիցեք, այո դեր, ինչ կուզես կնեմ։ Հարցը, պրոբլեմը, այն է որ ինչ որ դերը գուզե չենք կրնար ընել։ Ժողովուրդը պետք է ասեն, Մովսես այս ինչ է այս պահանջները որ գուզած, մենք անկարող ենք գնելու այս բաները։ Եվ Մովսես քնած ետ լերոնորեն բարձրացավ, Տերոջը սավ ահա ժողովուրդը գսե որ իրենք պիտի բահեն, գադարեն այն ինչ որ թուն բահանջեցիր։ Աստված գսեն, հա Մովսես, կբահեն, հա։ Շատ լավ, քեզի հիմա այդ պատվիրանները քարեդախտակի վրա պիտի քրեմ, քարերու վրա 2 հատ 5 10 պատվիրանները, քնա ժողովրդին ցուցուր ասիկա, այս է բահանջները որ պիտի բահեն։ Մովսես նոր վարգիչներ որ դանի այդ պատվիրանները ժողովրդին ցցնելու ժողովուրդը արդեն առաջին պատվիրանը գխախտեն եւ անալ Մովսեսի եղբայրը Ահարոնը խախտած է առաջին պատվիրանը որ ինչ կսե ուրիշ դեր Աստված մի ունենալ ցի Եհովա Աստված ինձ եւ արդեն ինչ շնած էին ժողովուրդը ոսկե ցուլ Այն ինչ որ Եգիպտոս կպաշտեն, ուր է Մովսես 40 օր եկածերը չեն գիտեր ինչ եղավ, այ մեզ ինչ ոս փենավանների սող սխտորներ ավելի ամով էին, մենք քոնե այդ չասվածներուն հետևեինք, լավ կյանք մգաբրեինք, ինչ պիտի ելանք այստեղ, մեր ոսկիներ անենք, գրագի մեջ նետեցինք և ոսկեցուն մի ելանք, սուդ է։ Եվ իրենց ցերկով շնած արձանին արջև կպաշտեն, գեր ու խում ուրիշ ինչեր գնեն։ Ձեր երևակայությունը կործած է։ Ինչ մեղքագը սկսին մեղքերը կործան։ Եվ Մովսես իջած ադենը պատվիրանները փրներ է ցայնը գարնը գտեսնա որ ինչ կլավ։ Ինչ էր։ Փարգացավ,
Ինչու փարգացավ, Աստծո փարգացավ։ Փարգացավ իր սրտի մեջ, որով հասկացավ այդ բանին, հայտնությունը ստացավ, որ այս պատվիրանները իրենց արջև բռնեմն է, ամենը պետք է մեռնին։ Սկսելով եղբորնես, որը ամենը հաղթեր են արդեն ես բռնելուց մեզ այդ պատվիրաններուն բադիժը մահ է, քարգոծվին, ամենում պետք է մերցնեմ դեր Աստված։ Այսինքն ժողովուրդները ազգերը ինչ պիտի ասեն, որ այս ինչ տեսակ Աստված է մեզի Եգիպտոսեն հաները, բրգերը, անաբադ բերե, որ իրեն բաշտենք, և հիմա ամենուն կսպաննեն։ Այս ինչ տեսակ Աստված պիտի ասեն, որ ես, քիչ մարև դուր լավ բիզնեսմեն էր Մովսես, հրյա չէ։ Գոդրեց, ինչու գոդրեց, շատ խելացի էր Մովսես, որով եթե ցցներ ամենը պիտի մեռնեին։ Անոր համար Աստվածաշունչը գսե քիրը սպաննե, կյանք չի դա։ Եվ միակ պատճառը Գավադացիս քիրքին 3-4 գլխում մեջ Պողոս առաքյալ մեզի գսորվեցին է, որ օրենքը դրվեցավ, այն էր, որ ուսուցիչ մլա մեզի սորվեցնելու, որ օրենքը չենք կրնար բահեն։ Օրենքը դրված էր մեզի ցույց տալու, որ մեղավոր ենք, եթե օրենքը չկա, ինչ է պիտի գիտնաս, որ մեղավոր ես, եթե օրենքը չես խախտել, որով օրենք չկա։ Եվ այդ օրենքը, ինչպես օրինակ մտամ, ճամփան եթե 60 կմ/ժ չսեն է, նշանը չի թրվին է, դու եթե 100 գնես, որ օրենքը կհաղթես, ոչ։ Բայց եթե գսե 60 եւ 100 գնես, որ օրենքը կխախտես, եւ գիտես, որ մեղավոր ես։ Նպատակը այդ 10 պատվիրաններուն այն էր, որ տեսնան, որ Աստված սուրբ է, տեսնան, որ Աստծո չափանիշը մարդ չի գնար հասնին, եւ ընդունին, որ մեղավոր է։ Միմը, որ այդ կկատարի օրենքը, հիմա գսեն է, օքեյ, ուրեմն եթե ես չեմ գնար կատարել, ես ինչպես պիտի փրկվեմ, ինչպես պիտի հաշտվեմ Աստծո հետ, ես ինչպես պիտի չքարգոծվեմ, չմեռնեմ, այդ պահին արդեն Աստված գրնա հայտնել փրկությունը, որ իր որդուն միջոցով շնորհքով եւ ճշմարտությունով լի է։ Կհասկանանք, գրոնքը չի գնար, գրոնքի ծեսեր, ավանդություններ, բաներ ընեմ, գործեր ընեմ, չես գնար, ինչու, որով Աստված իր փառքը ոչ միգուն հետ չի գիսվիր եւ գիտեր, որ երբ որ դու այդպես ունես, պիտի ասես նայ, ես ինչ արդար եմ, որով ինչ փարի գործեր գնեմ, դες ինձ Աստված նայ ինչ լավ եմ ես, անորամար կփրկես կոր ինձ։ Ոչ։ Հիսուսի առաջին պատկամը, որ դվավ ինչ էր, առաջին պատկամը, եւ որ Սուրբ Ոգին իրեն անապատեն ետ բերավ, ժողովրդի մեջ մտավ 30 տարեկաներ ըսավ առաջին խոսքերը, կարճ նախատասություն ունե, որոնց այս նշանից վրա դրած են Բաբասարունի եւ ինձ միշտ հիշեցնե Մարգոսի առաջին գլխու 15 համարը։ Գսե Աստծո թագավորությունը մոտեցած է։ Աբաշխարեցեք եւ ավետարանին հավատացեք։ Okay, աբաշխարել, ուրեմն առաջ պետք է աբաշխարեմ, հետո հավատամ։ Աբաշխարելու միտքը հասկանամ ինչ է։ Աբա աշխար։ Միտքը այն է, որ նորոգված միտք պետք է ունենանք։ Ինչ այդ նորոգված միտքը, որ ավետարանին հավատանք։ Ավետիսը, ավետարանը եւ այդ ավետարանի խոսքերը Պողոս առաքյալ գսե այսօրվա հիմնադիր համարը, բայց ես փանիմը համար հոգ չեմ ըներ եւ իմանցս բավական չեմ սեվեր, միայն թե իմ ընթացքս ուրախությամբ կատարեմ եւ այն Բաշտոնը զոր Տեր Հիսուսեն արի Աստծո շնորհքներու ավետարանը վգալը ավետարանին վգալը Աստծո թագավորությունը մոտեցած է ասել է որ Հիսուս թագավորը եկած եմ հոսեմ ինձի մտի գնեք Ամերիկայի նախագահին չէ Կանադայի նախագահին չէ Հայաստանի նախագահին չէ Կաթողիկոսը չէ բաբը չէ չեմ գիտեր Պետրոսը չէ ով չէ Ինձի մտի գրեք, ես եմ թագավորը, ես բարի լուր ունիմ, այս է, որ աբաշխարեցեք և ավետիսը, ավետարան ըսված բարը ավետիսը, բարի լուրը հավատացեք, ինչ է կործը, հավատալ, ինչ պիտի հավատան, շնորհքի ավետարանին, Պողոս առաքյալը գսե, այդ ավետարանը շնորհք է,
Թուն չես կրնար քու անցդ փրկել քու ուրած գործերով, ես ամեն բան քեզի համարելի, ես պատվիրանները կատարելապես կատարեցի, այդ պատվիրանը խաչին վրա խաչեցի, խափանեցի եւ այլևս պատվիրանը չի գա որ քեզի թադաբարդե, այլևս եւ որ ինձ հավատաս չես մեղավոր չես սկար նույնիսկ, խիճդ անգամ կմաքրվի, որ օրենք չի գա որ օրենքին թուն բադիժ մգրես, օրենքը այն է սիրել դերը Աստված, բոլոր սրտով մտքով հոգվով, այս է նոր ուխտ է, նոր ուխտ ինչս էլ է ուխտը Աստված գսե որ այլևս զոհեր բեչունիկ մադուցելու, ամե բան եսրի, միայն հավադա, շնորհք ըրած շնորհքիս, Աստված շնորհքի աղբյուրն է, նա է Պետրոս Արաքյալ, առաջին Պետրոս 5-րդ գլխի 10 համարի մեջ ինչ կսե, Աստված կգոչվի Աստվածը ամենայն շնորհքի, ամեն տեսակի հոգևոր օրհնություն, զորություն, ներողություն, թողություն եւ զորացում գոհոսի իր մեջ, Աստված ամենայն շնորհքի Աստվածն է, Հիսուս շնորհքի մարմնավորումն է, այս առաջին կետն է, որ գուզեմ շեշտել, շնորհքը եւ իր մարմնավորումը կկատարվի Հիսուսի միջոցով, Հիսուս շնորհքի մարմնավորումն է, Հովհաննես առաջին գլխի 14 համարը, Փանը մարմին եղավ, լիը շնորհքով եւ ճշմարտությամբ, շնորհքը խաղափար չէ, շնորհքը անց մնե, երբ Հիսուս մերավ պատմության մեջ, շնորհքը իր հետ մտավ, ինքը մերավ, շնորհքը մեզի հասավ, ինքը բադիժը վերցուց, մենք իր արդարությունը նվերը ստացանք, շնորհքը արադորեն գոհոսի, արադորեն, առաջին Դիմիթրոս 1:14 կսե, դիրոջ շնորհքը արադորեն հոսեց իմ վրաս, Հռոմայեցի 5:17 գսե շնորհքը կնկարագրվի որպես արադություն, շնորհքի վրա մեզի կդրվի, շնորհք ինքը կբահե մեզի, ինքն է մարմնավորումը, արադորեն, ու որ մեղքը կշատնա, այնտեղ ինչ կլա, շնորհքը ավելի կշատնա, բայց որով շնորհքը կշատնա, մեղ գործեմ գսե Պողոս Արաքյալ, քավլիցի գսե, այդս էլ է որ ինչքան է մեղ գործեմ, իր շնորհքը ավելի պիտի լա, բայց ադիկա ոտնագողն եմ, այդ շնորհքը ինձ պիտի փրկե եւ ինձ պիտի բահե, ինչ բարի գործ որ Աստվածը սկսավ իմ մեջ, հիմա որ փրկվեցա, հիմա պետք է բարի լամ, կներեք, ով գա այստեղ որ փրկվել են վերջը, մեղ չէ գործած, գրնա ցերկը վեր բարձրացնի։ Աստվածաշունչը գսե ուրախ եմ որ մեկը չի բարձրացուց իր ցերկը, գսե որ ով որ գսե որ մեղ չի գործել, սդախոս է, ուրեմն արդեն այդ մեղ կգործած պիտի լայր, եթե ցերկը բարձրացնի։ Սդախոս է, մեկը չկա, ես ամեջ լալով, մեկը չկա, շնորհքն է որ ինձ կբարի, հիմա ուրեմն, ուզեմ հասկանանք, Աստված շնորհքը չի չափել, կտալով, անիկա գոհոսի հեղեղելով, թուն երբեք պետք չունիս վախնալ, թե շնորհքը պիտի վերջանա, Աստծո համբերությունը չի սպարիր, քու դգարությունը երբեք չափազանց մեծ չէ իր շնորհքին համար, շնորհքը գաթիլ չէ, այլ օվկիանոս է, ուրեմն շնորհքի մարմնավորումը, շնորհքը օվկիանոս է, այդսև մտածեցինք, նոր միտք, ապաշխարել այդս էլ է, մեր միտքով կնորոգվենք կոր, շնորհքի մասին հիմա, և կհավատանք կոր, Քրիստոսի խոսքերուն եւ մարմնավորումը այդ շնորհքին։
Երկրորդ կետը շնորհքը փրկության եւ վարդապետական վիճակի հիմնավորումն է։ Փրկությունը Աստծո ազատ բարգեւը։ Շնորհքը փրկությունը մեզի գուտա Աստծո ազատ բարգեւն է։ Եփեսացիս 2:8 որսի։ Շնորհքով է որ փրկված եք, հավատքով եւ ոչ ծեր կորձերեն։ Շնորհքը կնշանակե, որ փրկությունը ոչ կվաստակվի, ոչ կբահվի մարդկային չանքով։ Ամեն։ Փառք Տիրոջ։ Մեկը գավոր կհամաձայնի որ։ Շնորհքը կփոխե մեր իրավաբանական վիճակը։ Հռոմայեցիս 6:14 կսե. «Դուք օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ, թուն դուրս եկար Թադաստանի թահլիջեն եւ մտար Աստծո օրհնության դունը»։ Երրորդ այդ կետը շնորհքը կբարգեւե մշտական մուտք Աստծո առաջ։ Հռոմայեցիս 5:2 կսե. «Նրա միջոցով մուտք ստացակ այս շնորհքին մեջ, ուր գանք նինք»։ Շնորհքը բահմը չէ, վիճակ է, գեցվածք է, դարածք է, ուր գփնագիս։ Չես կնարած կե դուրս ելել։ Յանքի այս օրինակը կուզեմ տալ։ Թուն շնորհքեն դուրս չես ընկներ։ Թուն Աստծո օրհնությունեն դուրս չես սահիր։ Թուն կգանքնի շնորհքի մեջ այնպես, ինչպես ցուգը կգանքնի ջուրին մեջ։ Շրջապատված, բահված, սնուցված։ Ցուգին շուրջ ինչ կա։ Ջուր որ ապրի։ Այդ ջուրը փոխապերական օրեն շնորհքն է մեզի համար։ Անորամար գաբրինք։ Նիսլա պատկեր մնե, չէ։ Շատեր կժպտին, որ գորախան կթեթևնանք։ Ոչ թե փերմը կթելվի ավելի մեր վրա։ Փարիլուրին չէ, որ ես ծեր վրա եկա փերմը տնելու, ծեր խիրջերը դանչելու, ծեր զսելու, որ թադաբարդված եք եւ թժող մի երթակ, եթե իմ ուսածներս չնեք, չէ, գսե, հավատացեք, ես սրի ամեն բան, թժող չի մի երթակ, միայն հավատացեք, շնորհքը ցեզի հասած է, իմ շնորհքս օվյանոսի նման է, իմ սերից եւ այդ շնորհքը ինձ ծեվով Պողոս Արաքյալը գսե որ իմ աղոթքը գսե որ հասկանաք ինչքան լայն է, ինչքան մեծ է Աստծո սերը, որ շնորհքի միջոցով կհայտնի։ Ինչքան բարձր, ինչքան երկար, ինչքան խորը, ինչքան լայն օվյանոսի չափ ուր մի փախչի սիր շնորհքը։ Միմը որ հավատացիր, քեզի մեջը սիրո ասեդեր սերը ցույց ինձ դուր այսօր։ Աղոթ կրել, պիտեսնաս, ազատագրված, ճշմարտությունը պիտի գիտնաս եւ ճշմարտությունը ինչ պիտի նե։ Պիտի ազատագրե ինչ են սուդեն, որ թուն թադաբարդված ես, այլևս ոչ մեկ թադաբարդություն չկա անոնց որ անոնք որ հավատացին Հիսուս Քրիստոսին։ Կհավատաս, այս է ուրախ լուրը, փարի լուրը, ավետիսը, ավետարանը, այստեղ թեթևնանք, ուրախանանք, որ դուրս ելենք, ամեն մարդ մեզի ուզ է հետևել այստեղ գլեցի, ուր երթասնե մարդիկ կթադաբարդեն քեզ։ Կտեսնաս նախակար ինչ կլա որ հարավային մեր երկրի մեջ, թադաբարդություն անընդհատ օրենք, մարդ միան որ գիտնա, որ իր մեծը շնորհք կուտա որ փոխանակ ինքը որով չէ վայելած այդ շնորհքը, ինքն ուրիշներուն կթադաբարդի։ Այդ եղավ Ադամ Եվայի եւ օծին վիճակը։ Գործանված է։ Շնորհքը հաղթահարություն է եւ գթակավոր է, զորություն է մեր կյանքի մեջ։ Առաջին կետս այս նյութի մեջ կսե շնորհքը կերազանցե մարդկային անգումը։ Հռոմայեցիս 5:20 կսե ուր մեղքը շացավ, շնորհքը ավելի արադացավ։ Շնորհքը չի փախչիր մեղքեն։ Շնորհքը կհաղթահարե զայն։ Ամեն։
Շնորհքը գսորացնե հոգևոր հաղթանակը։ Հռոմայացիս 5:17 կսե շնորհքը ստացողները գթակավորեն կյանքին մեջ։ Շնորհքը միայն ներողություն չէ, զորացում է։ Շնորհքը միայն քթություն չէ, փոխագերբում է։ Շնորհքը միայն ողորմություն չէ, հոգևոր իշխանություն է։ Թուն մեղքին թեմ չես գրվիր կամքով, թուն գրվիր շնորհքով, որով հոգևոր բادرազմի մեջ ենք, փորձության թեմ չես հաղթեր ավելի շատ փորձելով, գլա ավելի շատ ընդունելով, շնորհքը հենարան չէ, հարության զորությունն է։ Հարության զորություն ինչսել է Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգիով մեջ կուքա, ինչ որ այդ Սուրբ Հոգի նրա մերած Հիսուսի մարմինը վերագանքնեցուց, կյանք դրավ դեպավորեն եւ հարություն արավ, նույնը երած է այն բային, որ ինչրիկ հավատացինք, վերջացավ վերջագետ։ Այդ զորությունը իմը քու եւ իմ մեջս է։ Մենք քահանայության թագավորություն մնենք կսե Պետրոս Արաքյալ եւ Հովանես։ Պետրոս իր նամակներում մեջ, Հովանես հայտնության քիրքի մեջ։ Քահանայության թագավորությունը սուրբ ազգը իր սեփական ժողովուրդը, ինչ որ ասված ասավ հрьяաներուն 5 դագարանի մեջ որ պիտի լային, Պետրոս Արաքյալը կխոսի եկեղեցին թուն եւ ինձի, ով որ Հիսուսի մեջ է, լա հрья կամ հեթանոս, հույն կամ հայ կամ թուրք կամ ազերի կամ բարսիկ կամ չինացի կամ արաբ կամ չեմ գիտեր ինչ ազգ են, այլևս չկա ասու արչև հույն կամ հрья։ Այս ինչ որ գլա որ Հրյաստանի մեջ 1 սանտիմ ինձի տարբերություն չներ։ Ես եմ ճշմարիտ հրյան, թուն ես ճշմարիտ հրյան, եթե Քրիստոսի մեջ ես։ Անոնք, որ թլփատված են սրտով, ոչ թե մարմինով, մարմնավորորեն չէ, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, քահանայության թագավորությունն ենք, սուրբ ազգն ենք, սեփական ժողովուրդն ենք, մենք Աստծո սրբված սուրբերն ենք, որոնք գնաց ինձ իսել Սուրբ Պետրոս, Սուրբ Հարութ, Սուրբ Հենրի, չեմ գիտեր Սուրբ, որով Քրիստոսի մեջ ենք, իր արդարությունը կգրենք։ Պետք չունի ինձ պետք է անվանական չէ մեկը, որ թուն սուրբ ես, որով ինչ արդար ես։ Արդար չեմ ես ինքնին մարդով։ Քրիստոս է, որ ինձ արդարացուցած է և սուրբ բրած է։ Նոր ինքնություն տված է, նոր Արարած մնեմ, նոր Երուսաղեմն եմ, իր եկեղեցին, որում մեջ կփնակի ինքը։ Եվ նոր երկինք, նոր երկրի մեջ ինչ որ Ադամ Եվա գործընծուցին գվայլեն փոխաբերական միտքով, հիմա, որով Գաբրին թագավորին խոսքերով, իր ցայնը լսելով, իր գամքը կատարելով, ոչ թե որով ես կրնամ մնել, ես չեմ գնալ դեր օգնե ինձի, թողեր է իմ մեջ այն ինչ որ ես չեմ գնալ։ Հանձնվի միայն որ ես մեռած մարդ մնեմ։ Խաչի նրա հոնգը մնամ, եւ ինքը կսկսի իր կյանքը հարության կյանքի իմ մեջս կործել, որ ամեն մեկուս այն ժամանակով որ մեզի կտեսնա, ուրախանա գսե այս ինչ տարբերում, այս ինչ տարօրինակ մեկն է, այս ինչ արդասովոր հրաշափար կյանք մգաբրի։ Ես ակուզեմ իրեն բեսելալ եւ կսկսի այդ ուժը քաշել մարդկանց ուրախությամբ, ասելու որ այս մարդը միշտ ուրախ է, խնդություն ունի, խնդություն չէ, խնդություն Սիրով լեցված, ներով, համբերով, որով Սուրբ Հոգին մտումը գաբրի իր մեջ, որով Քրիստոս գաբրի շնորհքի միջոցով իր մեջ, սեր, խնդություն, խաղաղություն, քաղցրություն, փարություն, հեզություն, ժուժգալություն, համբերություն, ամենը իր մեջն է, ես ակուզեմ լալ, այստեղ գլեցվի ով չուզեր այս, չէ։ Կսկսին որ ժպիտներ կթեթևնան կորքիչ մի, չէ։ Ձաներ էր այդ փերը, որ կգրենք, ես չպիտի կնամ, չեմ գիտեր պիտի կնամ, երիք մտնալ, չմտնալ, մեղավոր եմ ինչեր էլի, այս շապատ, այն օրը, որ կմերնիս, այդ պահին միտքով, եթե մեղ մկործեր ես, ուրեմն այդ պահին մեկ չպիտի երթաս, տրախտ, պետք է խոստովանիս, որ տրախտ երթաս, դեր երավ ամեն պան շնորք, թժվար է այս վերցունել շալեուն համար, չեն սիրեր այս, որով ազատակրում կպեր է,
Ուզեմ վերջացնել։ Երբ գդարաբիս շնորհքը բացակա չէ, շնորհքը կգործե, շնորհքը կցևավորե, շնորհքը կհաստատե, քեզ այն ցևով ինչպես հարմարությունը երբեք չեր գրնար։ Շնորհքը քլուխ չէ քրիչին, կներես, շնորհքը քլուխ չէ, քրիչն է, որով Աստված կքրե քու պատմությունը, շնորհքը կփրկե, շնորհքը կբահե, շնորհքը կփոխե, շնորհքը կզորացնե, շնորհքը կհաստատե, շնորհքը կդանի, շնորհքը կլրացնե։ Դեր սորվեցուր ինձ, ապրիլ քու շնորհքով եւ շնորհքիդ մեջ, ոչ որպես խաղապար, այլ որպես քու կորձուն զորությունդ իմ մեջ։ Թող շնորհքը դլա իմ զորությունս, իմ ինքնությունս, իմ հաստատությունը եւ իմ հաղթանակը։ Եթե դերը ինձի կամենա, որ նորեն խոսի մասնույթի մասին, այս վերջերս հայտնության գիրքը 22 գլուխը ինտերնետի վրա պատկաններ դրի այս վերջին տարին, չեմ գիտեր եթե ցեզ մեկ մեկներ գրծակ դիտել տեսնալ, ամեն շաբաթ մեկ գլուխ կնեի եւ ինտերնետի վրա կարին բան Հիսուս Քրիստոսի հայտնությունը եթե նայեք the revelation of Jesus Christ, այնտեղ կտեսնաք, որ հայտնության գիրքը կմեկնաբանեմ Աստծո շնորհքի միջոցով։ Հայտնության գիրքի մեջ եւ գխոսին այսօր մասին դերը եթե նորեն թուրմը բանա կսկսի ասելով շնորհք եւ խաղաղություն ցես։ Եվ հորմե Սուրբ Հոգին եւ Որդին։ Հայտնության գիրքը ընթացքը գծցնի որ շնորհքի արյան միջոցով ինչպես հաղթեցին գսե Քրիստոսի արյունով եւ իրենց վկայությունով Քրիստոսի արյան։ Այդ շնորհքը կբահե եւ մեզի հաղթանակի կտան։ Եվ վերջի խոսքերը հայտնության գիրքին ինչ է Աստծո շնորհքը ձեր բոլորին հետ է։ Այսպես պիտի ավարտեմ այսօր։ Ուզեմ որ աղոթենք այդ աղոթքը ինչ որ հիմա աղոթեցի մեզ սեփականացնենք եւ հասկանանք ինչ մեծ ուրախ նուրմը Աստծո թագավորության ավելի սավելարանն է եւ վկայենք, քարոզենք, դիսվենք ուրիշներուն հետ, որ իրեն կա ուրախանան քան եւ իրեն կա մասնիկ ունենան այս մեծ հրաշալի շնորհքի։ Աղոթենք։ Սիրելի եկնավոր Հայր, շնորհակալ ենք, շնորհակալ ենք քու շնորհիդ համար, որ հասավ այս նուրը մեզի, որ կթեթևցնե մեզ, որ գիտենք, որ ներված ենք, փրկված ենք, կմաքրվենք, օվյանոսի մեջն ենք, շնորհքի քու սերդ կվայելենք, այստեղ են ազատագրված, դուրս գելենք, լսելով քու ցայնդ, որ կսեմ միայն հավատա։ Ես եմ շնորհքը եւ ճշմարտությունը, ոչ ոք ուրիշ չի գնար հորքով կալ բացի ինձ մոտ։ Ես եմ հարությունը, կյանքը եւ ճանապարհը։ Այդ ճանապարհի մեջ կուզենք շարունակել, քո հետ հաղորդակցվել, քո շնորհքի այդ սերդ խորանդ մտնել ամեն օր եւ համարցակորեն մեր գարիկները քեզի հայտնել, որուն դեր գաղոթեմ հիմա, որ շարունակես այս եկեցին քո շնորհքիդ մեջ բայել եւ իր պատվելի արան, իր ընտանիքը, իր զավակները եւ բոլոր մեր հայ ժողովուրդը ազգը Կանադայի ժողովուրդը քաշեց դեպի քեզ եւ ապաշխարություն եւ փրկություն եւ կյանք ստանանք։ Ամենքը սա մինչեւ երկրորդ քալուստը հաստատ եւ հավատարիմ բայ Հիսուսի անունով։ Ամեն։ Աստծո փառք որ Քրիստոսի զոհապերությունով շնորհքը ձակեցավ, շնորհքը մեջտեղ եկավ եւ մենք այդ շնորհքով է որ փրկվեցանք։ Փառքը լեր Սուրբ անվան։ Հոդնգայս պիտի երկենք 313-րդ երգը
ապրիլ Հիսուսի ինչ շնորհք է։ Պետրոս եղբոր օրդության աղոթքով պիտի փակենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք այս սուրբ պահերում, որ վայելեցինք։ Եվ հիմա Հոր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը մեր բոլորին հետ լա, իր վկաները լալու, իր ավետիսը դարածելու իր ըրած շնորհքին եւ իրեն շնորհք եղածին ձեր բոլորին հետ լա, հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Կացեք խաղաղությամբ իր շնորհքին մեջ։